Հարգելի գործընկերներ, իհարկե մենք ավանդաբար տարեկան զեկույցը ամենայն մանրամասնությամբ քննարկում ենք ազգային ժողովում, հանձնաժողովների եւ լիագումար նիստերում, բայց ես ցանկանում եմ մի քանի անդրադարձ կատարել եւ բոլորովին վերջերս վիճակագրության կոմիտեն հրապարակեց արդեն 2024 թվականի սոցիալ-տնտեսական արդյունքների մասին վիճակագրությունը, ըստ որի արձանագրվեց, որ 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 5.9% իրական աճ, ՀՆԱ-ի կամ տնտեսական աճ։ Դուք հիշում եք իհարկե, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր սահմանած նպատակադրումը եղել է տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովելը, 2021 թվականին ապահովել է 5.8% տնտեսական աճ, 22 թվականին 12.6% տնտեսական աճ, 23 թվականին 8.3% տնտեսական աճ, հետևաբար մեր նպատակային ցուցանիշը տարեկան միջին 7% տնտեսական աճ ապահովված է եւ շատ կարեւոր է նաեւ մի քանի արդյունք արձանագրել։ Ես ուզում եմ ընդգծել աշխատատեղերի ցուցանիշը 2024 թվականի եւ հիշեցնել նաեւ, որ մենք այս թվաբանության մեջ ներառում ենք աշխատավարձով ապահովված աշխատատեղերը, որովհետեւ մեր վիճակագրության մեջ մեթոդաբանություն կա, մենք վարում ենք նաեւ աշխատավարձով չապահովված աշխատատեղեր, չնայած ես տենց էլ լավ չեմ հասկանում ինչա դա, բայց էական չի։ Այսինքն այս թվերը վերաբերում են նրանք այն աշխատատեղերին, որտեղ մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում եւ մենք համոզված ենք, որովհետեւ դրա դիմաց եկամտային հարկ է վճարում։ Եվ հետեւաբար 2024 թվականի արդյունքներում Հայաստանում այդպիսի աշխատատեղերի թվաքանակը կազմել է 760.555 մարդ, որը 2018 թվականի հունվարի ցուցանիշից ավել է 203.875 մարդով կամ 36.6%-ով, այսինքն 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203,000 աշխատատեղ, որը կարծում եմ արդեն ինքը որպես բացարձակ թիվ եւ որպես տոկոսային աճ շատ էական է, բայց ուզում եմ ընդգծել, որ 24 թվականի աշխատատեղերը 37.882-ով կամ 5.2%-ով ավել են նաեւ 2023 թվականից, այսինքն այդ դինամիկան տարեստարի աճի ավելանում է, բայց ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ այդ դինամիկան պահպանվում է նաեւ 2025 թվականի հունվարին եւ մասնավորապես 2025 թվականի հունվարին 24 թվականի հունվարի նկատմամբ ունենք 41.124-ով ավել աշխատատեղ, 2018 թվականի հունվարի նկատմամբ 200,000-ից էլի ավել աշխատատեղ 651։ Ուզում եմ անդրադառնալ նաև տարեկան միջին ամսական աշխատավարձի ցուցանիշին, որը 2024 թվականի արդյունքներով կազմել է 287.172 դրամ, որը 2018 թվականի նկատմամբ ավել է 114.445 դրամով կամ 66.3%-ով։ Բայց ես ուզում եմ այս ցուցանիշը համադրեմ նույն ժամանակահատվածի գնաճի հետ։ Այսինքն հիմա մենք տեսնում ենք, որ 18 թվականի միջին աշխատավարձը 66.3%-ով ավել է, քան 2018 թվականին։ Հիմա պետք է նայենք, թե գնաճը ինչքան է։ Գնաճը 18 թվականի նկատմամբ եղել է 25.3%։ Այսինքն մեր մոտ աշխատավարձի աճը մոտավորապես 40%-ով ավելի է, քան գնաճը, եւ սա էական ցուցանիշ է։ Եվ իհարկե այս գնաճը ինչ որ առումով ոչ թե ինչ որ առումով, այլ տնտեսական աճի ըստ էության պարտադիր ուղեկիցն է, բայց մենք 2 տարի ունեցել ենք մեր պլանավորածից թիրախից ավելի մեծ գնաճ, չնայած նախորդող տարիներին ունեցել ենք մեր թիրախից ավելի պակաս գնաճ։ Օրինակ
օրինակ եւ բալանսավորված առումով իհարկե ցուցանիշների համեմատությունը կարեւոր է, բայց ելի այստեղ չեմ կարող չնկատել, որ այս 40% պլյուսը դա վերաբերում է աշխատող մարդկանց։ Պարզավոր են մարդիկ, ովքեր չեն աշխատում, այս կամ գործազրկության վիճակում գտնվող մարդիկ այս գնաճի ցուցանիշը պարզա այլ կերպ են զգում իրենց վրա, նրանք ովքեր աշխատում են եւ աշխատավարձ են ստանում, այլ կերպ են զգում եւ ուզում եմ նաեւ ընդգծել, որ 2024 թվականին 23 թվականի համեմատ գնաճը եղել է արդեն ընդամենը 0.3%։ Մինչդեռ աշխատավարձի աճը 24-ի արդյունքներով 23-ի նկատմամբ եղել է 6.4%։ Այսինքն, եթե այտենց զուտ մեխանիկական նայենք, ըստ ստացվում է, որ տասնյակ անգամով ավելի մեծ է եղել աշխատավարձի աճը, չնայած ելի եմ ասում, մենք պետք է արձանագրենք, որ 21 եւ 22 թվականներին, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մի դեպքում 7-ից ավել, մի դեպքում 8% գնաճ ենք ունեցել, բայց ելի իմ ասած գործոններով։ Հիմա նույն տրամաբանությամբ ուզում եմ արդեն հունվարի արդյունքներին անդրադառնամ։ 2025 թվականի հունվարին միջին աշխատավարձը, որը կազմել է 296.651 դրամ, 2018 թվականի հունվարի նկատմամբ ավել է 126.594 դրամով կամ 74%-ով, այսինքն հունվարը հունվարի նկատմամբ 74%-ով ավել է միջին աշխատավարձը, իսկ գնաճը կազմել է 27%, 2025 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ էլի, այսինքն աշխատավարձի աճը 74%, գնաճը 27.4%։ Նույն ցուցանիշներին ուզում եմ անդրադառնամ 25-ի հունվարը 24-ի հունվարի նկատմամբ, 2025-ի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրվել է 1.7% գնաճ, բայց աշխատավարձերի աճը կազմել է 4.6%, այսինքն այստեղ էլ աշխատավարձերի աճը կրկնակիից ավելին է գնաճի հետ համեմատ։ Էլի ասում եմ, իհարկե գնաճի հետ կապված էլ խնդիրներ կան, որովհետև այս տոկոսները չեն արտահայտում համահարթ բոլոր ապրանքների գների փոփոխությունը, որովհետև իրականում ապրանքներ կլինեն, որ սրանից շատ են թանկացել, ապրանքներ կարող են լինել, որ գինը չի փոխվել, ապրանքներ կարող են լինել, որոնց գինը իջել է, էժանացել է, այսինքն սա միջինացված թիվն է եւ այս գնաճի ազդեցությունը մարդիկ զգում են ըստ այնամ, թե իրենք որ ապրանքախմբերից են ավելի շատ օգտվում, իհարկե կա առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք ելնելով հանրային արձագանքներից որոշակի գնաճի երևի ավելի մեծ տոկոս ունեն, բայց նաև ես կարծում եմ, որ մենք այս հարցերով պետք է ավելի համակարգված զբաղվենք, նախ ոչ թե մոնիտորինգով, այլ հասկանանք, թե ինչ գուցե թե կան ինչ-որ գործողություններ, որ կառավարությունը պետք է անի, այստեղ ավելի մեծ ազդեցություն ունենալու համար, չնայած մեր ըմբռնումն այն է, որ շուկայական տրամաբանությունից իհարկե շեղվելու ոչ մի տարբերակ մենք չունենք։ Այլ բան կարելի է նայել ընթացակարգերը, ինչ գործոններ կան, որոնք կապված են որոշումների, ընթացակարգերի, վարչարարությունների հետ, որոնք կարող են որոշակի ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալ գների վրա։ Բայց հարգելի գործընկերներ, կա եւս մի ցուցանիշ, որ ես առանձնահատուկ ուզում եմ նշել։ Խոսքը հետևյալի մասին է, թե 2018 թվականը ներառյալ մինչև 2024 թվականը ներառյալ Հայաստանի տնտեսությունը ի վերջո ինչ է տեղի ունեցել Հայաստանի տնտեսության հետ։ 18 թվականից 24 թիվը ներառյալ, 2 տարիների ներառյալ, այսինքն 17 թվականի համեմատ Հայաստանի տնտեսությունը աճել է 43.5%-ով։ 43.5%-ով մեր տնտեսությունը աճել է վերջին 7 տարիների ընթացքում։ Ես իհարկե չգիտեմ, այս թվամբանությունը թերևս շատերին շատ բան չի ասում, բայց սա ահռելի աճ է։ Սա նշանակում է, որ մենք տարեկանում
միջինում 6.1%-ից ավել տնտեսական աճ ենք ապահովել։ Եվ ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա։ 2018 թվականը հեղափոխության տարի էր, 2019 թվականը հետհեղափոխական տարի էր, 20 թվականը կովիդ, պատերազմ, 21 թվականը ետպատերազմյան եւ կովիդյան եւ անցումային տարի, ներքաղաքական իրավիճակ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, լարումներ սահմանին, 22 թվականը նույնը կապված Լաչինի միջանցքի իրադրության հետ, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, 23 թվականը ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ, եւ ես էլի ուզում եմ ընդգծել 24 թվականն էլ իր նրբություններով եւ առանձնահատկություններով, այդ թվում ներքաղաքական սրացումներով եւ այս պայմաններում մենք ապահովել ենք միջինում 6.1%, այսինքն ներառյալ կովիդի անկումը այդ ամենը տարեկան 6.1% տնտեսական աճ ենք ապահովել։